Նայում եմ աշխարհին ու միտք եմ անում. ինչու ենք ծնվում ու լուռ հեռանում, չէ՞ որ ծնվել ենք ապրելու համար, երազանքներ կան անթիվ, անհամար, շուրջս ամեն ինչ գունեղ է վառման, բյուրծաղիկների բուրմունքն եմ շնչում, օրերը գումարվում, դառնում են տարի, անցածը երբեք էլ հետ չենք բերի ու չենք հասկանում, ինչպես ծերացանք, մեր բաժին կյանքից բան չհասկացանք: Այս գեղեցիկ տողերով էլ սկսում եմ նոր հոլովակ: Տեսնում եք ամպերը կապույտ, պայծառ, գեղեցիկ, ծառերը կանաչ, շուրջ բոլորը գեղեցկություն, տաք օր է սիրելիներս, տեսնում եք: Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ բարի, հոգատար հետևորդներ ջան: Մաղթում եմ ձեզ բոլորիդ լավն ու բարին, թող ձեր օրը լցված լինի օրհնություններով լի օր: Սիրելիներս, ահա արդեն ես ձեզ ասացի, որ դեպք է պատահել ինձ հետ, ոտքս եմ կոտրել, իմ լավ հարազատ բարեկամներ ջան: Ստացվեց, ես էլ չիմացա, թե ինչպես ստացվեց: Բոլորիցդ անչափ շնորհակալ եմ ձեր հոգատարության համար, հարցումների համար, հետաքրքրության համար, առողջություն եք մաղթում ինձ, բոլորիդ մեկ-մեկ սիրում եմ, չեմ ուզում անուններով ասեմ, միգուցե մեկի անունը չհիշեմ իմ քույրիկների ու ես վատ զգամ ինձ, բոլորիդ հավասարաչափ սիրում եմ, հարգում եմ և համբույրներ եմ ուղարկում: Իմ սիրելի հետևորդներ ջան, ուզեցի ձեզ հետ կապի դուրս գալ, բացատրել, ասել, որ շատ եք գրում, շատ եք անհանգստանում դեմքով ձեզ հետ զրուցել: Հարգելիներս, վայրկյանների ընթացքում ընկա ես էլ չհասկացա ինչպես ստացվեց, անկողինը փոխել էի, տանում էի սանհանգույցում, որ մեքենան լցնեի, լվանայի: Հետ գալուց կովրիկին ոտքս կպավ, դրեցի կովրիկի վրա, ավելի ճիշտ, և սղաց ոտքս, այդ ընթացքում ընկա, որ ընկա, արդեն ոտքիս վրա ընկա և զգացի մի ձայն ու ոտքս արդեն զգացի, որ մի բան այն չէ, կոտրվեց: Վայրկյանապես ուռավ, կապտեց, ցավերի մեջ, անհանգիստ, դե արդեն պատկերացնում եք, չէ՞, ոսկորի ցավ, որ ցավերի մեջ, էնպես էր ցավում, որ չգիտեմ, լաց էի լինում հարազատներս, մինչև սկուռին եկավ, շատ հոգատար, ասեմ, բարեմաբույր երիտասարդ էր, ոտքս ֆիքսեցին, ցավազրկեցին և արդեն տարան հիվանդանոց, նկարեցին 2 անգամ և իրոք հաստատվեց, որ կոտրված է, այս բարակ մասն է, ճանիցս մի քիչ վերև, գիպս դրեցին և տուն ուղարկեցին, հիմա այստեղ նստած եմ սենյակում և ձեզ հետ զրուցում եմ ժպտալով, սիրելիներս, ճիշտ է ցավում է, բայց ինչ արած, պետք է դիմադրեմ, ցավազրկող եմ, ոչ թե սրսկվում եմ, այ խմում եմ, հիմա ամենակարևորը այն է ինձ համար, որ ես շաքարը նորմայի մեջ պահեմ, հանկարծ չբարձրանա և ոտքիս բարդություններ չառաջանան, արդեն մնացածը հասկանալի է, սիրելիներս: Առաջին 3-րդ օրը, ընկել եմ մայիսի 1-ի օրը, հենց մեր աշխատավորության տոնի օրը, սիրելիներս, արդեն 4-րդ օրն է, այսօր մի քիչ մեղմացած է, մի քիչ, երևի արդեն կպնում է ոտս, գիպս դնելուն ասին 4-ից 5 շաբաթ պետք է մնա, բայց 10 օրից հետո պետք է գնամ նկարեն, արդեն ընթացքը ցույց կտա, հուսով եմ, որ իմ մաշկը լավն է և շուտ կկպնի, ես առաջ Աստված, գիտեք ինչ, սա ոչ մեկի մեղավորությունը չէ, իմ անփրկության պատճառով եմ եկել, եթե ոտքս չդնեի կովրիկին, չէր սղա և ես չէի ընկնի, դե այդպես էլ է պատահում, միշտ զգույշ եմ եղել, միշտ
Միշտ մտածել եմ, աման Աստված ջան, հանկարծ չընկնեմ, հանկարծ ոտս սոտ չտա, բայց դե եղավ այն ինչ որ պետք է լիներ։ Լավ կլինի, ես հույսով լցված եմ, հավատով լցված եմ, որ շուտ ոտքի եմ կանգնելու եւ միասին պատրաստելու ենք։ Ես հարգելիներս, Տիկին Ֆլորաս գրում է, որ բույսերը եկան տնկելու ժամանակ, այդպիսի դեպք պատահեց։ Ֆլորա ջան, քույրիկս ոչինչ, հարսուսու տղաս կանեն, արդեն ջերմոցը փորել են, փոցխել են, ճանգռիկել են, մեր լեզվով ասած, պատրաստ է սատիլները դնելու։ Հենց որ դրեցին հողը, ես բոլորիդ խոստացել եմ, որ փոսի մեջ, ինչպես մենք տնկում ենք, ցույց կտա իմ հարսը, հերթականությամբ։ Իսկ ես, ինչքան հնարավոր է, կասեմ, կնկարեմ եւ կտեղադրեմ YouTube-յան էջումս։ Իմ հարազատներս, իրոք դուք իմ Աստծո պարգևներն եք, գիտեք, որ այդքան հոգատար եք, հարազատ չեք, ես ասել եմ, չէ, այրունակից չենք, բարեկամ չենք, բայց դարձել ենք բարեկամ, այրունակից եւ հարազատ։ Այնպիսի լավ խոսքեր եք գրում, այնպիսի ջերմ խոսքեր եք գրում, իմ լավ բարեկամներ, քույրիկներ, ընկերներ եւ հարազատներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում ձեզ բոլորիդ սիրելիներս։ Մի հետևորդ գրել էր, թե Տիկին Մարինե ջան, որտեղ եք ավարտել, ուսուցչուհի եք, ոչ սիրելիս, ես ուսուցչուհի չեմ ավարտել, ես գործերս, որ 10 ավարտել եմ 79 թվականին, 80 թվականին, 79-ից 80 թվականն եմ ավարտել եւ գործերս տվել եմ Բաքունց մանկավարժական տեխնիկում, երգի ցողությունը չեմ անցել ու չեմ ընդունվել, եկել եմ Կարուձև եմ սովորել մասնավոր, մեր հարևանի աղջիկը սովորում էր այս Կարուձև մասնավոր, ես էլ իրեն հետ գնացիմ, սովորեցիմ, ես կարանող եմ սիրելիներս, ես ոչ միտեղ չեմ ավարտել եւ ուսուցչուհի չեմ, ուղղակի գրել էր շատ գրագետ։ Հայրս քաղաքի տղա է եղել, եկել է գյուղում է ապրել հորաքրոջ հետ եւ միշտ գրական է խոսել տանը։ Մենք էլ սովորել ենք, շատ գրքեր եմ կարդացել, սիրում եմ խաչբառներ լուծել, դրա համար էլ ինչքան կարդում ես, այնքան զարգանում է բառապաշարդ, այնքան զարգանում ես ինքդ քեզ։ Այսքանն էլ ուսուցչուհու սիրելիներս, տնային տնտեսուհի եմ եւ կարեմ անում, այսքանը։ Հիմա ձեզ ցույց կտամ ոտքս, որ գիպսի մեջ եմ։ Ճիշտ է, 3-4 օր անտանելի էր ցավում, այսօր մեղմացել եմ։ Իմ լավ բարեկամներ, իմ հոգատարներ, ես ուզում եմ գոնե նստած տեղը ձեզ հետ շփվեմ, որոշել եմ ցույց տամ, թե ես ինչպես եմ սփռոց գործում։ Եթե ձեզ հաճելի կլինի, խնդրում եմ նայեք, կրկին անգամ նորեկները բաժանորդագրվեն, սեղմեն զանգակոճակը, դնեն լայքը եւ թող տարածվի։ Ուզում եմ անպայման զբաղված լինեմ, որովհետեւ չեմ կարող, անհանգիստ եմ նստել տեղում։ Հիմա ցանկացողները կարող են հետևել իմ ձեռագործությանը, գործելու եմ հելունով, իսկ հողամասի գործերը լրիվ ցույց եմ տալու, ասելու եմ, կնկարեն Մարինկաս, այսօր Մարինես է նկարել եւ ես այս տեղադրել է, ես հիմա նստած ձեզ հետ զրույցում եմ։ Հարսս կնկարի, ես կտեղադրեմ էջումս, անհոգ եղեք բոլորը, մեկ առ մեկ, թե ինչ ենք ցանելու, ինչ ենք տնկելու, տեսնենք, այսօր եղանակը շատ տաք է, լավ օր է, պատրաստ է ջերմոցը, երևի արդեն սատիլները, լոլիկների սատիլները դնենք հողը։ Եղանակը շատ լավ է, տաք է, անուշ է, արև է, պայծառ է, կարող է եւ սատիլները, լոլիկի սատիլները ջերմոցում տնկեն։ Տնկելու ընթացքը ցույց կտամ։ Ես իրենց կխնդրեմ թող նկարեն։ Դեմքերը չի երևա, բայց ցույց կտամ թե ինչպես են։ Մոխիրը լցնում, հողը լցնում
և տնկուն լոլիկի սատիններ, իսկ բիբարները և բադրջանները, սմբուկները և պղպեղները պետք է տրակտորը մտնի վարի, փոքր տրակտորներից է, վարի պատրաստ լինելու ընթացքում արդեն դա էլ ցույց կտանք, ծաղիկները ցանելը ցույց կտանք, բոլորը, սիրելիներս, մինչև ոտքի կլինեմ, այդպես է ստացվել, հիմա ինչ անենք, չեմ տխրում, չեմ ընկճվում և քայլում եմ առաջ, նայում եմ առաջ, որովհետև ունեմ ձեզ նման հոգատար, լավ, բարի հետևորդներ, ցանկանում եմ ձեզ ամենալավն ու բարին, միշտ առողջ եղեք, միշտ այդպես բարություն արեք, սիրելիներս, բարին գրեք, շատ ուրախ եմ, որ ունեմ ձեզ, նորից պաչիկներ, համբույրներ, ահա որ ցավում է, չեմ ասում չի ցավում, բայց ցույց չեմ տալիս, որպեսզի ձեր տրամադրությունը չգցեմ, այսօր ասեցի, չէ, մի քիչ մեղմացել է ցավը, իսկ հիմա ոտքս եմ ուզում, կներեք ցույց տամ ձեզ, որ դրած է գիպսի մեջ, իմ լավ բարեկամ, տեսնում եք սիրելիներս, այս մասն է կոտրված, գիպսի մեջ է, հիմա այսպես պետք է ուղիղ դնեմ, մեկ-մեկ էլ դնում եմ բարձի վրա մի քիչ բարձր, հոգնելուց իջացնում եմ, ոտքս պետք է գետին չդնեմ, մի 2 օր էլ որ պահեմ, արդեն լավ կլինի, չեմ հուսահատվում, հույսով լցվում եմ, որ պետք է շուտ ապաքինվեմ, առաջ Աստված, ճիշտ է, շատ դժվար է այսպես միշտ պահած ոտքդ ուղիղ, մեկ-մեկ իջացնել չեմ կարող, չի թույլատրվում, բարձը դնում եմ, բարձրացնում եմ ոտքիս տակ, որ մի քիչ բարձր լինի, շատ հոգնեցուցիչ է, դժվար է անընդհատ նստել, մանավանդ աշխատասեր կնոջ համար, բայց պետք է հաղթահարեմ, սա էլ կհաղթահարեմ, շատ եմ հաղթահարել, այս էլ կհաղթահարեմ, ոչինչ, առաջ Աստված ամեն ինչ լավ կլինի, հույսով եմ, որ շուտ է կպնելու, շուտ եմ ոտքի կանգնի, Սուզաննա ջան, գրել էի շորի, մաքրման շորի արտիկուլը, արդեն տեղադրել եմ, կարող եք տեսնել և զակաց տալ, շատ լավ մաքրում է, մանավանդ սառնարանը, գազը, կաֆելած մասը, անտիր փայլեցնում է ուղղակի զգուշացնեմ, եռման ջրով լվանում եք, լավ քամում եք, շատ լավ է մաքրում, սառը ջրով այդպես լավ չի քամվում, եռման ջրով, մի հետևորդը էլ գրել էր մեր կուխնյայի ծորակի արտիկուլը, դա էլ եմ տեղադրել, սիրելիներս անունով կարող ես մտնել հարգելիս և օգտվել, զակաց տալ, մեկն էլ գազին էր գրել, այ գազինը դեռ չեմ տեղադրել, որտև հարսս գործի է, թող գա, կիմանամ, ինքն է զակաց տվել, կհարցնեմ, կտեղադրեմ, անհոգ եղեք, ինչ որ ես գնում եմ, ուզում եմ, որ ասեմ, եթե հարկ լինի, ձեզ պետք է դուք էլ գնեք, Քավլիցի դա ռեկլամ չէ, ուղղակի ուզում եմ, որ եթե լավն է, իմ քույրիկներն էլ, հարազատներն էլ օգտվեն, սիրելիներս, իսկ հիմա ամենակարևորը մտածում եմ շաքարի համար, դեռ շաքարը բալանսի եմ պահպանում, մի հոլովակում հարգելիներս, որ սուրճ էի խմում և օգտվեցի Սերկևիլի չիրից, իմ շատ սիրելի քույրիկ Ռուզաննան գրում էր, Մարինե ջան, մի կեր դա վնաս է, այո գիտեմ, ուղղակի սիրտ է, աչք է, տեսնում է, սիրտ է, ուզում է, մի փոքր օգտվեցի, ընդհանրապես քաղցր չեմ ուտում, խուսափում եմ հացից, արդեն գիտեք, որ հաց եմ թխում և այդ խլեպցիներից եմ օգտվում, սիրելիներս, ուզեցա ձեզ տեղեկացնել, ձեզ հետ շփվել, խոսել և որպեսզի դուք էլ իմանաք, որ արդեն մի քիչ լավ եմ, արդեն դեպի ապաքինումը կգնամ, հույսով եմ, շուտով ոտքի կկանգնեմ, ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին, ձեր հոգում միշտ թող ջերմություն լինի, արև լինի, ուրախ եղեք, առողջ եղեք, զգույշ եղեք, սիրելիներս, ձեր ամեն մի օրը օրհնված լինի, ձեր ընտանիքներում թող միշտ տիրի Աստծո լույսն ու հույսը, առանց հույսի կյանք չկա, այսքանով ավարտում եմ,
այս փոքրիկ հոլովակը, մինչ նոր հոլովակ, համբիրում եմ բոլորիդ իմ լավ, հոգատար, անուշ բարեկամներ ջան, ընկերներ ջան, մինչ նոր հոլովակ, ցտեսություն։